Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Մասուդ Փեզեշքյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, անդրադարձել է Իսրայելի եւ Իրանի միջև սրվող հակամարտությանը։ Զրույցի ընթացքում Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել հակամարտության շուտապույտ դադարեցման եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերականգնման գործընթացում։ Նա նաև ընդգծել է, որ Անկարան մեծ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը։ Մոսկվան շարունակում է պատրաստակամություն հայտնել Իրանի եւ Իսրայելի միջև միջնորդական առաքելություն ստանձնելու հարցում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Դմիտրի Պեսկովը։ Ռուսաստանը անհրաժեշտության դեպքում կարող է միջնորդ ծառայություններ մատուցել կողմերին։ Սեղանին են նաեւ այն առաջարկները, որոնք ներկայացրել է նախագահ Պուտինը Թրամփի հետ նախորդ հեռախոսազրույցի ընթացքում, նշել է Պեսկովը։ Հունիսի 14-ին Ռուսաստանի եւ Ամերիկայի նախագահներ Պուտինը եւ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել քննարկել Մերձավոր Արևելքում իրավիճակի եւ ուկրաինական հակամարտության կարգավորումը։ Անիմաստ է ներկայիս պայմաններում բանակցել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բաղային։ Միացյալ Նահանգները որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ պարտավոր է պաշտոնապես ճանաչել Իսրայելի ագրեսիան եւ բացահայտորեն դատապարտել այն, նշել է Բաղային։ Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իրան-Իսրայել հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։ Ռուսաստանի Դաշնության անվտանգային դաշնային ծառայությունը ձերբակալել է Խերսոնի մարզում ահաբեկչական հարձակում պլանավորող ռուսաստանցու։ Ըստ հաղորդած տվյալների տղամարդը հավաքագրվել էր ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։ Չինաստանի կենտրոնական Հունան նահանգի Լինլի շրջանում գտնվող հրաբառության գործարանում տեղի ունեցել հզոր պայթյուն, ինչի հետևանքով կան տուժածներ։ Բյուջեի դեֆիցիտը 2035 կնվազի մինչև 1.5%։ Հունիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 26-ի բյուջեի դեֆիցիտը կկազմի 4.5%, իսկ 2030-ին 1.5%։ Նրա խոսքով սա ամրագրված է կառավարության հաստատված միջնաժամկետ ծախսային ծրագրում, որը նախարարը բնութագրեց որպես հավակնոտ եւ խիզախ։ Նախարարը վստահեցրեց, որ դեֆիցիտի կրճատումը որևէ կերպ չի վտանգի բյուջեով նախատեսված կարևոր ծրագրերի իրականացումը։ 2025-ի բյուջեով դեֆիցիտը նախատեսված է 5.5%։ Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել Ամերիկայի Միացյալ Նահանգների մուտք գործելու մշտական արգելք։ Հյուպատոսական պաշտոնյաներին ամբողջությամբ հասանելի են ԱՄՆ մուտքի եւ ելքի տվյալները, եւ նրանք կտեսնեն նախկինում թույլ տված խախտումները։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ դեսպանությունը։ Շարունակվում եւ մեծ թափ են ստանում ավտոմեքենաներից սարքավորումների գողությունները։ Հանցագործները թալանում են մեքենաների լուսարձակներ, հայելիներ եւ ինչ պատահի։ Ներքին գործերի նախարարությունը որոշել է խստացնել այսպիսի դեպքերի պատժի կիրառումը, որպես խափանման միջոց կիրառելով կալանք, այդ թվում նաեւ տնային կալանք եւ հանցանք նստօրենքի արդեն համարվում է միջին ծանրության, սակայն այստեղ էլ ներքին գործերի նախարարությունը գողության դեմն առնել չի կարողանում։ Եղել են տնային կալանքի մեջ գտնվող քաղաքացիներ, որոնք հենց այդ վիճակում էլ դարձյալ մեքենաներից գողություն են արել։ Տվյալ անձը կրկին անգամ բազմադրվակ նորից նույն գողություններն է կատարում, ընդհանուր 30 դեպքի հասնող դրվագների մասին է խոսքը գնում։ Տնային կալանքի ժամանակահատվածում կրկին անգամ կատարվել է գողություն։ Նոր նախագծով մեքենաների գողության դեպքում կկիրառվի քրեական օրենսգրքի 2-3 մասերը ու կրկին բացատրում են նախագծի հեղինակները, որ օրինակ քննության դեպքում պետք է հաշվի առնել, որ դիցուկ գողությունը կատարվել է սարքավորման միջոցով, թե առանց դրա։ Խուլիգանության 3-րդ մասի դեպքում, երբ որ միջին ծանրության հանցանքի հետ ենք գործ ունենում, էլի այս խնդիրը առաջանում է, բայց եթե այնտեղ ես կասեի 50% դեպքերում տանում ենք 50% ոչ, այն էլ կամայական չի, հստակ պետք է հիմքեր լինեն իմ ասած գործողությունները։ Դեպքից հետո զղջալ, դեպքից հետո համագործակցել, խոստովանական ցուցմունք տալ, վնասը հատուցել եւ այլն, չեմ կարող պատկերացնել որևէ քննիչ, որևէ ստորաբաժանման ղեկավար, որևէ դատախազ, որ չնախաձեռնեն կամ չգնան այդ քայլին եւ դատարան չներկայացնեն։ Այստեղ ավելի շատ այն առաջին անգամ մեկը մոլորության մեջ է, մեկը իրոք այդ պահին կարիքի մեջ է, չեմ արդարացնում որևէ կերպ, որովհետեւ դրանց անհանցագործություն է, պես նման դեպքերում միգուցե մենք դատարան չգնանք։ Նախագծի հեղինակները հայտնեցին, թե գողությունն ապացուցելու հիմքերի առկայության դեպքում հանցանքը կատարած
գործը կարող են տանել դատարան, ու այստեղ քննարկումն այնքան խճճվեց, որ հանձնաժողովի նիստը վարողը հորդորեց իրավապահ մարմինների ներկայացուցիչներին բացատրել այնպես, որպեսզի հանրությանն էլ պարզ դառնա։ Ի վերջո, մեքենաներից սարքավորումների տեխնիկայի գողություն կատարողները պատժվելու են, թե ոչ։ Ցանկացած ձևով կատարված հափշտակությունը վերաբերվում է երկրորդ մասի 2/1 կետին, եթե դա կատարվել է ավտոմեքենայից։ Այսինքն ավտոմեքենայից ցանկացած գողություն, ասենց ասեմ, ցանկացած հափշտակություն ավտոմեքենայի վրայից, դրա նկատմամբ կիրառվելու է այսուհետ երկրորդ մասի 2/1 կետը։ Շատ բան։ Մեզ որ մի բան բացատրում են 15 անգամից մենք հասկանում ենք։ Հիմա խնդիրը հետևյալն է, հարգելի գործընկերներ, իրավաբանները շատ հստակ հասկանում են, իրավապահները շատ լավ գիտեն պրակտիկա, բայց խնդիրը հանրությանը մատուցելու համար անհրաժեշտ է հասկանալի լեզու, հասկանալի է հստակ խնդիրների մատնանշում եւ հասկանալի է, եթե դու ներկայացնում ես Տիկին Քլոյան, ներկայացնում ես վիճակագրություն, թե ինչ որ պարագայում եւ երբ ունենք։ Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց։ Ի վերջո օրինագծի հեղինակները խոստովանեցին, որ այսպիսով իրենք կարող են հասնել խնդրի լուծման միայն մի մասին։ Անցած տարվա ընթացքում 219 անձ է ձերբակալվել ավտոտրանսպորտային միջոցներից սարքավորումների գողության համար, 7 անձ կալանավորվել է եւ կիրառվել է եւս 2 տնային կալանք։ Մայրաքաղաքում Պրոշյան փողոցում գործող ռեստորանի տարածքում հունիսի 14-ին կրակոցներ են հնչել։ Վիրավոր կա, հրազենային վնասվածքով նա տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 4 կրակված եւ 1 չկրակված պարկուճ արնանման հետքեր, նաեւ օփել, որի վրա նույնպես կրակոցի հետ կար։ Տեղում էին Երևանի քրեական ոստիկանության վարչության պետը, ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Իմ տեղեկություններով քրեական ոստիկաններն արդեն մոտավոր գիտեն դրդապատճառը, ինչպես նաև կատարողի ինքնությունը, նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում։ Սպանության փորձհատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքներն էլ պարզվում են։ Հայ մշակույթի կարևոր բեմերից մեկը Գոյ թատրոնն այլևս չկա։ Պատճառը պետական որոշումն է, որն ըստ մշակութային համայնքի ներկայացուցիչների ընդունել են լռության եւ փակ դռների հետևում, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։ Թատրոնում ոչ միայն ներկայացումներն են, այլ նաեւ մարդկային ճակատագրերը։ Գոյի աշխատակիցներն ասում են, իրենց ստեղծած տունը քանդեցին առանց դուռը թակելու, բայց իրենք տունը նորից են պատրաստվում կառուցել։ Պետությունը, կառավարությունը որոշել է, որ իրենք կարող են համատեղ աշխատել Գոյ թատրոնը եւ Սունդուկյան թատրոնը, բայց Գոյ թատրոնի աշխատակիցները բնականաբար դա չեն ընդունել։ Պայքարում թատերական ոլորտի ներկայացուցիչներն անզիջում են, նրանք արդեն դիմել են դատարան վիճարկելու Գոյի եւ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միավորման գործընթացը, սակայն դատարանը մերժել է հայցը, հիմնավորելով, որ ստեղծագործողների իրավունքները չեն խախտվել, սակայն վերջիններս համոզված են, իրենք զրկվել են ոչ միայն աշխատանքից, այլև մշակութային ինքնությունից։ Թատրոնի փակումը դեռ վերջնական փակված չի, որովհետև մենք ունենք դեռ բողոքարկելու իրավունք եւ մենք մեր իրավունքից կօգտվենք։ Պայքարը բացարձակ ներկապահին իրավական կողմով է, որովհետև մնացած մարդկային ոչ մի, այսպես ասած, ակցիաներ իշխանությանը չի հետաքրքրում։ Հայցվոր կողմը պնդում է թատրոնի վերակազմավորումն իրականացվել է առանց մասնագիտական համայնքի հետ երկխոսության։ 35 աշխատակիցներ կարծում են, որ դատարանի այս որոշմամբ անտեսվում է ստեղծագործողների ձայնն ու դերը։ Խախտումները բազմաթիվ են, մենք հայցադիմով ներկայացրել ենք եւ ըստ էության խախտումները, ասած ասեմ, ակնհայտ են մեր իսկ համոզմամբ եւ վարչական դատարանում փաստացի ընդունվելով վարույթ, ի զարմանս մեզ քննություն առնվեց, սակայն որևէ խախտման անդրադարձ չի կատարվել։ Չնայած երկար պայքարից նախաձեռնած բողոքի ակցիաներից հետո թատրոնը լուծարվեց, սակայն համայնքը չի հանդարտվում։ Ասում են, պայքարելու են մինչև վերջ, պատրաստվում են դատարանի որոշումը նախ բողոքարկել ներպետական ատյաններում, միևնույն ժամանակ քննարկում են միջազգային ատյաններին դիմելու հնարավորությունները, ներառյալ մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Քանի դեռ չեն սպառվել Հայաստանում դիմելու դատարաններ բողոքարկելու, մենք նաև դա կսպառենք, եթե իհարկե չունենա դա դրական լուծում, որից հետո արդեն կդիմենք միջազգային դատարաններ, այս դեպքում արդեն եվրոպական դատարան։ Թեև թատրոնի հանդիսատեսի նստատեղերն արդեն հանել են, միևնույն է Գոյ թատրոնը դեռ պայքարում է իր գոյության իրավունքի համար։ Ասում են, սա վերաբերում է մշակույթի կառավարման ամբողջ մոդելին, որտեղ ըստ նրանց երկխոսություն, զիջողականություն եւ արժեհամակարգային մոտեցումներ չկան։